Տիկին նախարար նախընտրական շրջանում 4 դպրոցի կապակցությամբ կարծեմ ահազանգ ա եղել, եթե ոչ ավել, դուք կասեք, որ դպրոցի ռեսուրսը, որը նախատեսված է կրթության համար կամ ժամանակը կամ չգիտեմ ինչ աշխավարչական ռեսուրսը օգտագործվել է քաղաքական նպատակներով։ Այս մասին անդադար հիշեցնում են մեր գործընկերները, ինչ ունենք մենք այս թեմայով արված, այսինքն այդ մարդիկ, որոնք կասկածվում են վարչական ռեսուրս կիրառելու մեջ, ինչ է հիմա տեղի ունենում եւ ինչ հետևանքներ կարող են լինել։ Տիկին Ղազարյան, ես նախ բոլորիս պետք է հիշեցնեմ, որ նախորդող տարիներին մենք բոլոր կրթական մակարդակներին վերաբերող օրենսդրությունները փոխել ենք այնպես, նախ որ այդ խնդիրը շատ տեսանելի ձևակերպվել է օրենսդրական մակարդակում եւ այդ իմաստով տվել է նաեւ մեզ հնարավորություն հիմա այդ հարցերը հասցեագրել։ Նախարարությունը բազմիցս այս թեմայով իր հանրային դիրքորոշումը հայտնել է, որ որևէ ուրեմն խախտում չի մնալու առանց հետևանք։ Մենք ստացել ենք մի քանի ահազանգեր, դրանք վերաբերել են դպրոցական մակարդակի, բուհ, քոլեջ։ Ահազանգերը ուղարկվել են նաև իրավապահ մարմիններին, որպեսզի եթե այդտեղ կա որևէ որակման տեղ, ապա իրավապահ մարմիններն էլ իրենց գործը անեն։ Ինչ վերաբերում է մեզ, ապա բոլոր այն հաստատությունները, որոնք որ մեր տիրույթում են գտնվել նախարարության ենթակայությամբ, մեր կողմից կոնկրետ քայլերը ձեռնարկվել են, որոնք որ եղել են ոչ մեր ենթակայության հաստատություններ, դրանց մասով մենք տվել ենք համապատասխան առաջարկություններ լիազոր մարմնին տվյալ, թե ինչպես պետք է վարվել։ Ձեր նշած Արագածոտնի մարզի 4 դպրոցների մասով մենք ստացել ենք պարզաբանումներ, մեր կարծիքով այդ պարզաբանումները բավարար չեն եւ այդ իսկ պատճառով մենք առաջարկել ենք այդ անձանց նկատմամբ կիրառել կարգապահական համապատասխան տույժ։ Տիկին Անդրեասյան, այս կոնտեքստում ինձ երկու հարց է հետաքրքիր, արդյոք այն տնօրենները, որոնց վերաբերյալ ահազանգեր եղել են այս նոր ընթացակարգով նշանակված մարդիկ են, թե ոչ, որովհետև եթե նոր ընթացակարգով նշանակվածներն են, այստեղ պետքա երևի մեր մոտեցումները նորից վերանայենք, չգիտեմ, հարցերի ժամանակ հարցազրույցների կամ քննությունների, եւ երկրորդ հարցը կարող է դուք այս հարցի պատասխան չունենաք, բայց շատ լավ կլինի, որ ինչ որ կերպ հրապարակային խոսենք այս մասին, կհիշեք 2017 թվականին, եթե չեմ սխալվում, այդ հետաքննությունը պարզել էր, որ 400-ից ավելի դպրոցի տնօրեններ ներգրավված են ընտրակեղծարարության ընտրական ցուցակներ կազմելու եւ նույնիսկ ընտրակաշառքներ բաժանելու մեջ որոշ դրվագներում, արդյոք այն ժամանակվա այդ ցուցակի տնօրեններից շարունակում են աշխատել դպրոցներում, թե ոչ, եւ արդյոք այդ ֆիլտրը դրվում է, երբ որ որոշում է կայացում տնօրեն նշանակելու, որովհետեւ օրինակ տրամաբանորեն նախընտրական շրջանում այս հարցը սրվում է եւ արժի անդրադառնալ դրան։ Տիկին Ղազարյան, մենք հանրակրթության օրենքում ունենք հստակ ամրագրված քաղաքական զսպվածության պայմանը դպրոցի տնօրենների համար։ Այդ պայմանը գործում է բոլոր տնօրենների համար, այդ օրենսդրությունը բոլոր տնօրենների համար է, անկախ իրենց նշանակման ժամկետից։ Իհարկե մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նոր ընթացակարգով տնօրենների նշանակման ժամանակ այդ տնօրենների ոչ միայն պրոֆեսիոնալ գիտելիքներին, կառավարման հմտություններին, այլ նաև անձնային որակներին, որովհետև թույլ տվեք ասել, որ այստեղ ձեր մատնանշած դեպքերում ոչ միայն տարաբնույթ այլ հարցեր են, այլ նաև անձնային որակներ, թե ինչ թույլ է տալիս իրեն մարդը եւ ինչ թույլ չի տալիս։ Ես ունեմ վստահություն, որ նման մարդիկ կրթության համակարգում չպիտի աշխատեն, օրենսդրական բոլոր կարգավորումները դրա համար տրված են։ Մենք պետք է հիշեցնեմ, որ 2026 թվականի սեպտեմբերից նախարարությունը կհանդիսանա լիազոր մարմին մարզային բոլոր դպրոցների համար, 27 թվականի սեպտեմբերից նաև Երևանի բոլոր դպրոցների համար եւ հավաստիացնում եմ, որ այդ բոլոր հարցերը կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում
Ընդհանուր առմամբ ես գտնում եմ, որ նմանատիպ վարքը պետք է ունենա ավելի երկարաժամկետ հետևանք եւ այո, եթե նման վարքագիծ է դրսեւորվում, մենք պետք է լրջորեն մտածենք այդ մարդուն կրթական հաստատությունում որոշումների կայացման որևէ օղակում ներգրավելու մասին։ Եվ